Ապրիլի 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են գալիս բազմաթիվ եզդիներ նշելու Չհարշամասեր Սալե տոնը։ Բուն տոնը նշվում է չորեքշաբթի օրը, սակայն այն սկսվում է երեքշաբթի երեկոյան։ Այստեղ են հավաքվում եզդիները, ճրագալույծ են անում եւ շնորհավորում միմյանց նոր տարվա կապակցությամբ։ Լալա Մեմեն, ապրում եմ Ֆրանսիայում, բնիկը Երևանցի եմ, այսօր այս մեր սուրբ օրվա համար մենք Ֆրանսիայից ժամանել ենք Հայաստան մեր սուրբ եկեղեցին։ Այս եկեղեցիների կառուցումով եզդիները ավելի համախմբեցին իրենց եզդի տաճարի շուրջ եւ մինչ այսօր պահում են իրենց ազգային ավանդույթները, ավելի խորը արմատներով կապնվեցին հավատքի հետ։ Չհարշամասորը համարվում է նաև աշխարհաստեղծման եւ գլխավոր հրեշտակապետ Մալաքե Թաուսի գալստյան օր։ Այս եւ եզդիական այլ տոներին սրբավայր են գալիս ոչ միայն եզդիներ, այլ ազգիների համար եւս հետաքրքիր է մոտիկից ծանոթանալ նույն կենցաղն ու հողը կիսող ազգի մշակույթին։ Առաջին անգամ եմ սրբավայրում, շատ տպավորված եմ, խոնարհում ես այս գեղեցիկ օրվան եւ ուզում եմ, որ հավերժ խաղաղության մեջ մեծանանք։ Դա Աստված, որ մի օր յուրաքանչյուրը ունենա այն, ինչը որ ազգային պատկանելությամբ իրենց է պատկանում։ Դա կլինի թե հողատարածք, դա կլինի թե պետականություն, թող կատարվի բոլորի իղձերն ու ցանկությունները։ Շնորհակալություն այս գեղեցիկ օրվա ու հնարավորության համար։ Եկել ենք Երևանից, ներկայացնում ենք 160 հիմնական դպրոցը։ Այստեղ ինձ հետ ներկա են գտնվել մեր հայ աշակերտները, ովքեր մեծ սիրով եկել են ճանաչողական էքսկուրսիայի եւ սա մի մեծ առիթ էր մեզ համար, որպեսզի երեխաները ոչ միայն գրականությամբ ուսումնասիրեն մեր եզդիական ավանդույթներն ու կրոնական ծեսերը, այլ հենց իրենք էլ ներկա գտնվեն։ Շնորհավորում մեր եզդի ազգի Չհարշամասեր Սալե տոնը, մաղթում եմ խաղաղություն, ներդաշնակություն եւ ամենակարևորը առողջություն բոլորին։ Եզդիական նոր տարին հաճախ սխալմամբ կոչում են զատիկ, քանի որ այսօր ձու է ներկվում, սակայն ի տարբերություն քրիստոնեությանը այստեղ ձուն ներկելն ու դրանց գույները այլ խորհուրդ ունեն։ Կարմիր չորեքշաբթին նշվում է ամեն տարի ապրիլի 3-րդ չորեքշաբթի օրը։ Այդ տոնի արարողության ժամանակ ձուն ներկում են տարվա 4 եղանակների գույնով։ Սպիտակը խորհրդանշում է ձմեռը, կանաչը գարունը, դեղին ամառը, իսկ կարմիրը աշունը։ Այս իրո Թմամյա եզդիները բայդա Չհարշամասեր Սալե այդա Տաուսի մելակ թևայա դնյայի տե պիրոս կրնե az մլատի խայ եզդիրա դխազմ բրա her ռոժակեվան այդա կիսաբե ու դխազմ բրա her Չհարշամասեր Սալե բարֆ ու ադետ բրե ռսմե եզդատիվա բե դերբաս կրնե Երեքշաբթի երեկոյան վառվող ճրագը խորհրդանշում է եզդիական գլխավոր սիմվոլներից մեկի արևի լույսը։ Այսպիսով եզդիները լուսավորում են նոր տարվա եւ գարնան գալստյան օրը։ Ըստ եզդիների այս տոնը ոչ միայն իրենցն է, այլև ողջ մարդկությանը։